Բայց եթե Հայկը եկավ, հաստատ կամ իմ աղբերը կամ քո աղբերը մեռնելու են, որովհետև ոչ Հայկն է խնայելու Վրամին, ոչ էլ հակառակը։ Աստվածիմ։ Լավ, ես հիմա ինչ անեմ։ Ես չգիտեմ կոնկրետ ինչ պայմաններում ա եղել սպանությունը։ Չգիտեմ, որովհետև այնտեղ չեմ եղել ու ինձ չեն ասել։ Գիտեմ, որ լեզվակռվի արդյունքում ա եղել։ Հիմա նայ աչքերիս ու ասա։ Սա քոն կապ ունի այդ սպանության հետ։ Փաստորեն տեսել ես Հայկին։ Տեսել եմ, գնացել էի, որ ամեն ինչ պատմեի, բայց հասկացա, որ չեմ կարողանում։ Ես եկել եմ, որ Աշոտի երեխեքին փրկեմ, ճիշտն ասեմ, բայց ստացվում է, որ ճիշտն ասելով նոր մեղքի տակ եմ գցելու։ Հայկի աչքերում այնքան զայրույթ ու ատելություն կար։ Գիտեմ, ես հենց դրա մասին քեզ ասում էի։ Ամեն ճշմարտություն չի, որ պետք է ասես։ Էլի կիմանան, բայց հիմա դրա ճիշտ ժամանակը չի։ Երևի դու ճիշտ ես։ Չեմ ուզում Աշոտի տղաները նոր խնդիրներ ունենան, բայց մի կողմից էլ ինձ դավաճան եմ զգում։ Ստացվում է, որ ես էլ Սաքոյի կողմն անցա։ Ստացվում է, որ Աշոտի երեխեքին չմնասեցիր լալա։ Սոն։ Իրավական համարն այս պահին անհասանելի է։ Վայ, Սոնա, վայ։
Սոնա։ 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 Հրավիրված համարն այս պահին անհասանելի է։ Հայկ, ես գիտեմ, որ դու վիրավորված ես։ Ես հասկանում եմ քեզ, ես հասկանում եմ, որ սխալ եմ արել։ Ես հասկանում եմ, որ հնարավոր է դու էլ երբեք ուղղակի ցանկություն չունենաս ոչ իմ հետ խոսալու, ոչ էլ ինձ տեսնելու։ Բայց ես ուղղակի անելանելի վիճակում եմ, որովհետև ես այս մեծ աշխարհում մենակ եմ մնացել ու գնալու տեղ չունեմ։ Բայց եթե դու ասես, որ պատրաստ չես անգամ մի հնարավորություն տալու ու ինձ լսելու, ես կիմանամ, որ ես մեծ աշխարհում մենակ եմ մնացել։ Ու քեզ չեմ մեղադրի, որովհետև հասկանում եմ, որ սխալ ես եմ։ Ես գիտեմ, որ դու վիրավորված ես։ Ես հասկանում եմ քեզ, ես հասկանում եմ, որ սխալ եմ արել։ Ես հասկանում եմ, որ հնարավոր է դու էլ երբեք ուղղակի ցանկություն չունենաս ոչ իմ հետ խոսալու, ոչ էլ ինձ տեսնելու։ Բայց ես ուղղակի անելանելի վիճակում եմ, որովհետև ես այս մեծ աշխարհում մենակ եմ մնացել ու գնալու տեղ չունեմ։ Բայց եթե դու ասես, որ պատրաստ չես անգամ մի հնարավորություն տալու ու ինձ լսելու, ես կիմանամ, որ ես մեծ աշխարհում մենակ եմ մնացել։ Հայկ, Տանը չես։ չէ, տանը չեմ ու էլ հետ չեմ գնալու։ Հայկ, Տեղը տասա։ Հայկ, ես ուզում եմ իմանաս։ Ասում եմ տեղը տասանալը։ Վրան։ Սոնա։ Երեխեք։ Այսուր են։
չհասկացում։ Հայկ, երդվում եմ, շատ լավ հասկացել եմ ու գիտեմ այսօր ինչ է զգացել մեր տան դիմաց ու չգիտեմ ես ինձ երբևէ կարամ ներեմ դրա համար, թե չէ։ Ես ուղղակի շատ վախեցել էի։ Բա հիմա չես վախենում։ Ինչ ես ես տոնով խոսում այդպես։ Հարց եմ տալիս։ Հարցիս պատասխանի։ Ինչ ես ասում, որ գնալու տեղ չունես։ Վախենում էիր։ Բա պատրաստվում ես կողքս ապրես տենց վախերի մեջ, հա։ Չեն արել, տենց չեն ապրում։ Ես տուն չեմ գնալու։ Ես էլի եմ լսել ես նախադասությունը։ Չէ, այն ժամանակ ուրիշ էր։ Այն ժամանակ երբ ես դուրս էի գալիս, ոչ մեկ չգիտեր, թե ուր եմ գնում, իսկ հիմա արդեն պարզ է։ Իսկ եթե իմ հետ չես, այդ ժամանակ ուր ես գնալու։ Ես չունեմ տեղ գնալու։ Գնա նստի ավտոն։ Ես քեզ կտանեմ ձեր տուն, որովհետև ես ցրտին չեմ կարող քեզ թողնեմ, խղճիս վրա չի նստի։ Դու ինձ չես հասկանում։ Ես չեմ գնալու տուն։ Գնա նստի ավտոն, ասում եմ, Նարէ։ Հայկ, ես սիրում եմ քեզ։ Ես գիտեմ 1000 անգամ արդեն ասել եմ, բայց մի անգամ էլ կկրկնեմ, որ դու ավելի լավ հասկանաս։ Եթե ես հնարավորություն ունենայի ես զգացողությունը փոխարինել ինչ որ բանով, հակառակով ես ոչ մի բան չէի խնայի։ Բայց երբ որ ես սկսում եմ պատկերացնել ինչ եմ անելու առանց քեզ, եթե դու չլինես, ես ուղղակի չեմ հասկանում իմ կյանքը ոնց է դասավորվելու։ Հայկ, վախը սարսափելի բան է։ Հա, ես հասկանում եմ, որ սերը, երջանկությունը, ուրախությունը դրանք շատ կարևոր բաներ են, բայց հենց գալիս են վախի մասին մտքերը, իրենք հաղթում են միշտ։ Տուն չեմ տանում քեզ։ Թող, պետք չի, որ ինձ ինչ-որ տեղ տանես։ Ես սխալ արեցի, չպիտի զանգեի քեզ։ Դու ինձ զգուշացրել էիր ու ես իմ ընտրությունը արել եմ արդեն։ Իսկ դու ինձ ասել էիր, որ երկրորդ հնարավորություն էլ չի լինելու։ Ու գիտես ինչ, մենք ենք սխալ։ Ճիշտ են մարդիկ, մենք իրավունք չունենք իրար ընտրելու, մենք իրավունք չունենք իրար սիրելու։ Դու իմ աղբորն ես սպանել։ Իմ ընտանիքը քեզ է վնասել։ Բա ուր է մեր ինքնասիրությունը, հա։ Ուր է մեր խիղճը, ուր է մեր պատիվը։ Թե սիրո համար երկուսս էլ ամեն ինչ կորցրել ենք, թուլացել ենք։ Լավ, ես թուլացա։ Բա դու ինչիս ես թուլացար։ Դու չէիր ասում, որ չես մոռանալու Մարգար պապիտ նվաստանալը։ Բախի մոռացար։ Մոռացի ամեն ինչ, ինչ որ եղել է մեր մեջ։ Մոռացել եմ արդեն։
Սոն, ես ինչ ես անում։ Վրամ, Սոն, խնդրում եմ, արի, հա։ Սոն, արի։ Ինչի ես վեր կացել ու առանց ինչ-որ բան ասելու եկել ստեղ Սոնա։ որովհետև օրորի հասկանում եմ, որ ձեր տուն գալիմ ամենամեծ սխալն է եղել։ Սոնա, արի գնանք մեքենայի մեջ կխոսանք, հաս, չեմ ուզում ստեղ մնաս։ Ես քո հետ ոչ միտեղ չեմ գալիս։ Սոնա, ես գիտեմ, որ մեր տանը հիմա ինչ-որ կատարվում է, մեղմ ասած ահավոր է։ Գիտեմ, որ շատ ես նեղվում։ Ու գիտեմ, որ խոսակցություն ես լսել։ Հա, նկատել եմ քեզ Սոն, բայց գիտեմ, որ սխալ ես հասկացել։ Արի հիմա գնանք, ես քեզ կբացատրեմ ու դու հաստատ կհասկանաս ինձ, հա։ Դու իմ պապայի մասին էիր խոսում։ Սոնա, Հայկ, ես սիրում եմ քեզ։ Ես գիտեմ 1000 անգամ արդեն ասել եմ, բայց մի անգամ էլ կկրկնեմ, որ դու ավելի լավ հասկանաս։ Եթե ես հնարավորություն ունենայի ես զգացողությունը փոխարինել ինչ-որ բանով, հակառակով ես ոչ մի բան չէի խնայի։ Բայց երբ որ ես սկսում եմ պատկերացնել ինչ եմ անելու առանց քեզ, եթե դու չլինես, ես ուղղակի չեմ հասկանում իմ կյանքը ոնց է դասավորվելու։ Հայկ, վախը սարսափելի բան է։ Հա, ես հասկանում եմ, որ սերը, երջանկությունը, ուրախությունը դրանք շատ կարևոր բաներ են, բայց հենց գալիս են վախի մասին մտքերը, իրենք հաղթում են միշտ։ Վայ նար է։ Հորքուր,
Բարև Նարե։ Տարօրինակ է, որ հայտնվել ես։ Ինձ թվում է ես էլի երբեք կապի դուրս չի գալու քո հետ։ Լավ ես։ Ինչի կարևոր է քո համար։ Որտեղ ես Նարե։ Հորքուր, ես իհարկե չեմ պատրաստվում իմ խնդիրներով կիսվել քո հետ, որովհետև չգիտեմ իրականում ով ես, ինչ մարդ ես ու ուզածդ ինչ է։ Ու կարևոր էլ չի, թե ես այս պահին որտեղ եմ, բայց ես հարցեր ունեմ քեզ տալու, չնայած կասկածում եմ, խիստ կասկածում եմ, որ դու դրանց կպատասխանես։ Ասա, լսում եմ, կպատասխանեմ։ Ես շատ լավ գիտեմ, որ դու այսօր հանդիպել ես Հայկի հետ։ Իրան ինչ ես ասել։ Պատմել ես ինչ-որ բան։ Հանդիպել էի, որ պատմեի, բայց չասացի, չկարողացա։ Վաղ թե ուշ կիմանան, բայց ես պիտի վստահ լինեմ, որ այդ ճշմարտությունը ոչ Հայկին, ոչ էլ Միքոյին չի վնասի։ Ասել եմ, այն ինչ քաջիկն է գրել իր նամակում։ Սխալ եմ արել, թե ճիշտ չգիտեմ, բայց այս պահին մտածեցի, որ այսպես ավելի ապահով կլինի հենց Հայկի ու Միքոյի համար։ Նարե, եթե քեզ թվում է, որ ինձ համար հեշտ է, ապա ասեմ իմանաս, որ շատ ես սխալվում։ Ես իմ խղճի առաջ մեղք եմ գործում, որովհետև արատավորում եմ էլի մի անմեղ մարդու, բայց մյուս կողմից էլ խիղճս հանգիստ է, որ Հայկին նոր մեղքի տակ չեմ գցում։ Գիտեմ, որ մի օր պարզվելու է ու Աշոտի տղաները չեն հասկանալու ինձ։ Չգիտեմ ինչ պատասխան եմ տալու, բայց այս պահին ուղղակի չկարողացամ։ Դու ամեն ինչ շատ ճիշտ ես արել։ Ես շատ եմ ցավում, որ չեմ կարող առաջվա նման քեզ հավատամ ու ընդունեմ։ Ուղղակի հիմա շատ ունեմ նենց մարդու կարիքում վրա կարամ հույսս դնեմ։ Ինչ ա եղել Նարե։ Ոչ մի բան։ Բարի օր։ Ինչ ես եկել։ Միշելով դու քո ոտով ես գնացել ստանից։ Հիմա ինչ ես եկել։ Որովհետև շատ էի կարոտել բա։ Մենակ իմանաս ինչքան էի կարոտել քեզ։ Սա լավ ես։ Լավ եմ, պապ ջան, ուղղակի ձեզ էի շատ կարոտել։ Հետո հասկացա, որ ես իմ տանը այդքան էլ սպասված հյուր չեմ լինի։ Բայց ուրախ եմ, որ քեզ տեսա։ Ես ընդունում եմ, որ դու ինձնից նեղացած ես ու ես քեզ չեմ մեղադրում։ Անկեղծ չեմ մեղադրում, իմ համար անսովոր է, որ դու իմ հանդեպ այսքան սառն ես, բայց ես քեզ էլ եմ հասկանում։ Սոնա հաջող, հա։ Արի, գնանք մեքենա, Սոնա սառել ես։ Քերի բայց ուր էր։ Քերի։ Սոնան այստեղ։ Ոնց։ Ստեղ էր եկել։ Ոնց եկավ, տենց է գնաց։ Սկի չկարողացա երեխուս գրկեմ։ Ինձ թվում է ջղայնությունս մեջս ավելի շատ է, բայց կարոտս ավելի շատ էր։ Մտածում էի չէի ներելու, բայց տենց չէր։ Բա ինչ էր եկել։ Այդ չգիտեմ ինչ էր եկել։ Այդ մի բանը պետք է պարզել։ Շատ է ուզում որ գայր, բայց չի հավատում։ Մտածեցի որ չես գա։ Կներես ինձ, հա։
Ես ուղղակի բարկության պահին անմտածված բաներ ասացի։ Երևի ճիշտ կլինի, որ դու հիմա գնաս տուն։ Չէ, ես տուն չեմ գնալու։ Ոնց բացատրեմ, որ հասկանաս, չեմ գնալու տուն։ Ես իրականում նենց չեմ մտածում, ոնց որ ասել եմ, անկեղծ եմ ասում։ Ես քո մասին, մեր սիրո մասին այդ կարծիքին չեմ, ուղղակի շատ ջղայնացած էի։ Ինքն վստահ էի, որ գամ դու ինձ մենակ չես թողելու։ Մի խոսքով կներես, հասկանում եմ, սխալ բան եմ արել։ Ուղղակի ես մի օրվա ընթացքում այնքան բան եղավ, որ ես էլ չեմ հասկանում ինչա հետս կատարվում։ Էմոցիաներս ու զգացմունքներս խառնվել են իրար, որովհետև սրանք իմ վախերն են։ Բայց ես քեզ շատ եմ սիրում։ Հա, ես հասկանում եմ, նեղացրել եմ քեզ, բայց չեմ կարա ես առանց քեզ ապրեմ։ Չեմ կարա, օդը չի հերիքում ինձ։ Խնդրում եմ, Հայկ։ Գիտեմ, 1000 անգամ խոստացել եմ, որ չեմ գնալու, քո հետ եմ մնալու, բայց չեմ արել։ Բայց հիմա եթե դու ինձ ընդամենը մի հնարավորություն տաս, ես երդվում եմ, որ էլ երբեք քո կողքից ոչ միտեղ չեմ գնա։ Ինչ հնարավորություն։ Ինչի համար այդ հնարավորությունը քեզ տամ։ Այդ մենակ հիասթափությունը շատացնում է։ Ես միջև հիմա չեմ մարսում այն ինչ եղավ ձեր տան առաջ։ Վաղը որ լույսը բացվի նարը, կարող է նորից պապատ վատանա։ Կարող է մամատ նեղվի, վռամը կարող է ջղայնանա։ Ու դու նորից թողնելու ես ինձ ու վազես ձերոնց մոտ։ Ես այդ սցենարը անգիր գիտեմ։ Բայց քո համար մեկ է իմ զգացմունքները, քո համար մեկ է թե ես ինչ եմ զգում։ Թողնելու ես ու գնաս։ Տենց մի ասա, խնդրում եմ։ Ասում եմ, այն ինչը ճիշտն է։ Չէ, այդ ճիշտը չի։ Ճիշտն է, որ ես սիրում եմ քեզ։ Ճիշտը այն է, որ դու էլ ինձ ես սիրում։ Հա, կարող է հիմա նեղացած ես, բայց տես անգամ ես վիճակում եկել ես դու իմ հետևից, որ ես մենակ չմնամ։ Ու այդ ամեն ինչ արժի իմ համար։ Այդ ոչ մի բան չի նշանակում։ Նշանակում է։ Նարը իմ ասածն են է, որ Հայկ, ես քեզ շատ եմ սիրում։ Խնդրում եմ, էլի վերջին անգամ ինձ հնարավորություն տուր։ Ես առանց քեզ չեմ կարա, դու պիտի իմ կողքին լինես։ Ես քո հետ ուրիշ Նարը եմ։ Ես քեզ հիմա ավելի շատ եմ սիրում, քան երբևէ։ Հասկանում եմ, ես սխալ եմ արել, բայց խնդրում եմ, ինձ մենակ մի թող։ որ քեզ այսքան չսիրեի, ամեն ինչ երևի ավելի հեշտ կլիներ։ Սոն, ուզում եմ այսօրվա լսածդ բացատրեմ։ Վրամ ինչ բացատրես։ Ինչ կար արդեն ասել ես, ես էլ լսել եմ։ Սոն, մեր ծնողներն ինչ էլ անեն, մենք միշտ իրանց կողքը կանգնած ենք լինելու։ Գիտենք, որ սխալ են անում, հասկանում ենք, գիտակցում ենք, բայց ինչ անենք, ոչ մի բան չենք կարա փոխենք։ Քո հերն էլ է շատ սխալներ արել։ Մեզ դու ինչ ես արել, հա? Նեղացել ես, կռվել ես։ Մեզ թող փորձվեր մեկը հորդ մասին մի ծուր խոսք ասեր, ինչ է իր անելու։ Ատամներով պաշտպանելու էր, չէ՞։ Ես միշտ իմացել եմ, որ հերս սուրբ չի։ Բայց այս վերջին դեպքերը իմ համար էլ էին նոր բացահայտում, Սոն։ Ես չեմ արդարացնում հորս, ու ոչ էլ ուրախ եմ, որ տենց բան ա եղել, Սոն։ Բայց անկախ ամեն ինչից, իմ սերը ու հարգանքը հորս հանդեպ ոչ մի գրամ չի պակասել։ Թող փորձվի հորս մասին մեկը մի թարս խոսք ասի, տեղում կթաղեմ, Սոնը։ Կհավատաս թե չէ, ես ինչ ասում եմ, քո հորն էլ ա վերաբերվում։ Ես չգիտեմ իմ հոր ու քո հոր մեջ ինչ խոսակցություն ա եղել, ինչ ա տեղի ունեցել։
Բայց ես հաստատ նենց քայլ չեմ անի, Սոն, որ դու դրանից քեզ վատ զգաս։ Տես, աղբորոտ այսօրվա հանգիստ գնալը քեզ վառ օրինակ։ Սոն, ես համբերությամբ չփայլող մարդ եմ, դու էդ գիտես։ Բայց ես ին վրա շատ եմ աշխատում, որ նենց անեմ, որ դու ոչ մի անգամ չնեղվես, քեզ վատ չզգաս։ Վրամ կլինի տուն չգնանք։ Բա ինչ անենք, Սոն։ Չգիտեմ, կարանք մինչև լույս քաղաքով քշենք։ Մեքենայի մեջ մնանք, բայց չեմ ուզում տուն գնանք։ Էնել այսօր չեմ ուզում։ Եթե չես ուզում, չենք գնա։ Կլինի անջատեմ։ Անջատի։ Ինչ տարնակ զգացողություններ ունեմ։ Իմ զգացողություն։ Դե, չգիտեմ, մի տեսակ ազատություն, հանգստություն։ Այս ժամանակ շատ է վախենում, որ կիմանան մեր մասին։ Հիմա բոլորը ամեն ինչ գիտեն, ամեն պահի կարան մեզ գտնեն, բայց ես ընդհանրապես էլ չեմ վախենում։ Վախենալ պետք չի, Բայց չկա, Հայկ։ Մի ասա, բայց որովհետև ես ինձ դրանից ավելի վատ եմ զգում։ Գիտես ինչ եմ ուզում, որ մենք երբ որ շատ մեծանանք, տատիկ, պապիկ դառնանք, մեր ծառներին ժպիտով պատմենք այս մեր անցած փորձությունների մասին։ Թորներին էլ չէ, ծորներին։ Դե ես ուզում եմ երկար ապրեմ հետդ։ Վերջապես ժպտացիր։ Մի տեսակ սառել եմ կաղա, ինչ որ տակ բան խմենք։ Անցած անգամ համար լիքը բան էի առել, բայց տենց էլ ոչ մի բանից չօգտվեցինք։ Ամեն ինչ էլ կա։ Մեկը դու ես ով ես տալիս։ Չեմ համակերպվում ուղղակի Նարա։ Ես գնամ թե դնեմ, մինչև դու կհամակերպվես։ Այսօր ստեղ կմնանք։ Կամ եթե ուզես, մի քանի օր կարանք մնանք, Սոն։ Ես հանի։ Անդրամադիր ես։ Վրոն պապայիս մասին եմ մտածում։ Կարող է քեզ դուր չգա, բայց Հայկոյի ու Միքոյի մասին էլ եմ մտածում։ Վրամ են ինչ որ այսօր իմացա ահավոր էր։ Երբ մի քիչ փոքր էինք, Միքոն անընդհատ իր պապայի մասին էր խոսում։ Ճիշտ է, մեկ-մեկ նեղացած էր, մեկ-մեկ բարկացած էր, բայց հույսը չէր կորցնում, որ իր պապան հետ է գալու, որ իրանք նորից միասին են լինելու։ Ու մտքով կանցներ, որ սենց բան է պարզվելու։ Ադեսում, ես էլ չէի սպասում։ Որում ես չեմ պատկերացնում ոնց եմ շարունակելու այդ տանը ապրել։ Որ իմ սենյակում փակվում եմ, շունչս կտրվում է։ Աշոտի պատմությունները, իմ ու քո պապայի թշնամությունը, Նարեի ու Հայկի պատմությունները, անցյալում եղած բաները ամբողջ եկել լցվել են մեր առօրյայի մեջ ու չեն թողնում, որ ապրենք։ Մամատի մեջ թշնամի ա գտել, որովհետև ես Հայկի քույրն եմ։
Իսկ papa այդ մասին չգիտեմ ինչ ասեմ։ Հա ինքը իմ հետ շատ ջերմ է, բայց մեկ-մեկ այդ ջերմ ժպիտով նենց բաներ ասում, որ սկսում եմ վախենալ։ Վրամ դու միշտ բարկացած ես, լարված ես։ Ես նյարդային եմ ու այս ամեն ինչը անդրադառնում է իմ ու քո հարաբերությունների վրա։ Վրամ մենք նոր տարուց հետո քանի օր ենք խաղաղ ու հաշտ ապրել, կասես։ Մենք անընդհատ կռվում ենք, իրար նեղացնում ենք, բայց ընդհանուր առմամբ ոչ մեկս էլ ոչ մի վատ բան արած չի լինում։ Ես վախենում եմ, որ մի օր դու կհոգնես, իսկ ես ուղղակի կհանձնվեմ ու մեր ամուսնությունը կավարտվի։ Դրա համար խնդրում եմ քեզ, վրամ շատ եմ խնդրում, արի առանձին ապրենք։